Սա Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի վկայականն է, Կոտայքի մարզի Ծաղկաձորի Աղավնաձոր, Աղավնոաղբյուր թաղամաս 31 հասցեում գտնվող 0.5 հեկտար մակերեսով հողատարածքի նկատմամբ Դատախազական ներգործությամբ 2025-ին պետությանը վերադարձված գույքերից մեկն է։ Անցած տարվա հունվարի 1-ից առ այսօր պետական կամ համայնքային շահերի պաշտպանության հայց հարուցելու բացառիկ լիազորության շրջանակում, ինչպես նաև դատախազական ներգործության արդյունքում պետությանը կամ համայնքներին վերադարձվել է ընդհանուր 174 միլիոն 545 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 66 միլիարդ 250 միլիոն դրամ արժողությամբ գույք, գույքերի քանակը 60-ից ավելի է եւ այդ գույքերի մեջ առկա են նաեւ մանկապարտեզներ, մարզադաշտ, մշակույթի տուն, պուրակներ, բնության հուշարձաններ, հողատարածքներ եւ դրամական միջոցներ։ 2024 թվականին միայն պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակներում պետությանը վերադարձվել էր 18 գույք 2 միլիարդ 785 միլիոն դրամ արժողությամբ, 2023-ին մոտ 5 միլիարդ դրամ արժողությամբ։ Ընդհանուր առմամբ 23-25 թվականներին գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման եւ պետական շահերի պաշտպանության լիազորությունների շրջանակներում տարբեր պետական մարմինների ամրացվել են 39 միավոր անշարժ գույք եւ 2 միավոր տրանսպորտային միջոց։ Դրանց ցանկը դեռ նախորդ տարեվերջին հրապարակել է պետական գույքի կառավարման կոմիտեն։ Ավտոտնակներից ու շինություններով հողամասերից մինչև պատմաճարտարապետական նշանակության շենքեր ու հատուկ պահպանվող տարածքներ։ Կան օրինակ հատուկ պահպանվող կան տարածքներ, որոնց նպատակային նշանակությունը հաշվի առնելով մենք համապատասխան կառավարության որոշմամբ տրամադրել ենք շրջակա միջավայրի նախարարության Հայանտար ՊՕԱԿ-ին հողամասերը նպատակային նշանակությամբ օգտագործելու եւ նաեւ պահպանություն իրականացնելու համար։ 41 գույքից 17-ը բաժին է հասել շրջակա միջավայրի նախարարությանը։ Դրանց թվում են նաեւ Երևանի հեռուստաաշտարակին հարող 5 հողատարածքները, որոնք կարող են վերածվել անտառապատ տարածքների։ Ժամկետների, նախապատրաստական աշխատանքների եւ հետագա տնօրինման վերաբերյալ փորձեցինք պարզաբանում ստանալ շրջակա միջավայրի նախարարությունից։ Այս հարցի շուրջ ինչպես նախորդ, այնպես էլ այս փորձերը անհաջող էին։ Գերատեսչությունը հրաժարվում է պարզաբանում ներկայացնել։ Պետգույքի կոմիտեի գլխավոր քարտուղարը մանրամասնում է նրանց հատկացված այլ հողատարածքների վերաբերյալ որոշումները։ Պետությանը վերադարձված Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքում գտնվող մի շարք հողամասեր, որոնք անտառածածկ են, կառավարության համապատասխան որոշումներով տրամադրվել են շրջակա միջավայրի նախարարությանը, հետագայում այն Հայանտար ՊՕԱԿ-ին տրամադրելու համար բնականաբար հողամասերը իրենց նպատակային նշանակությամբ, այսինքն որպես անտառ օգտագործելու ու դրանց պահպանությունն իրականացնելու համար։ Գեղարքունիքի մարզում վերադարձված գույքերից մեկը, որը հատուկ պահպանվող հողամաս էր, տրամադրվել է շրջակա միջավայրի նախարարության Սևան ազգային պարկին, դարձյալ հաշվի առնելով դրա արդյունավետ տնօրինման նպատակահարմարությունը։ Արարատի մարզում ունենք վերադարձված գույքեր, Կոտայքի մարզում, ինչպես նշեցի, Երևանի տարբեր վարչական շրջաններում շատ են դեպքերը, երբ տեսնում ենք, որ օրենսդրության պահանջների խախտման ձևական աճուրներով օտարվել են գույքեր, սակայն դրանց վրա կան անբաժանելի բարելավներ։ Օրինակ հյուրանոցային համալիրը կառուցվել մի քանի ձեռք օտարվել է, այս դեպքում շատ է բարդանում մեր գործը, որովհետև ըստ էության չենք կարողանում հիմնավորել հաջորդող գործարքներով ձեռք բերողների բարեխղճությունը, ոչ բարեխիղճ լինելը եւ համապատասխանաբար ստիպված ենք լինում գույքը բնեղենով ուզելու փոխարեն ուզել դրա արժեքը։ Այն գույքերի վերաբերյալ, որոնք անհրաժեշտ չեն պետական մարմինների կարիքների եւ գործառույթների պատշաճ իրականացման համար, օտարման, վարձակալության տրամադրման, երբեմն նաեւ անհատույց օգտագործման տրամադրման մասին որոշումներ են կայացվում։ Վերոնշյալ 41 գույքերից 27-ն է ամրացվել կամ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել պետական տարբեր մարմինների, 5-ը օտարվել կամ վարձակալության են տրամադրվել, եւս 9 գույք այդ փուլերում են։ Իսկ ինչով է առաջնորդվում Պետգույքի կառավարման կոմիտեն վերադարձված գույքերի ճակատագրերի վերաբերյալ որոշումներ կայացնելիս։ Առաջնորդվում են գույքի առավել արդյունավետ եւ նպատակային նշանակությամբ օգտագործման առաջնահերթությամբ։ Պետությանը վերադարձված գույքերի վերաբերյալ որոշումները կայացվում են պետական գույքի կառավարման կոմիտեի եւ շահագրգիռ գերատեսչությունների հետ ինտենսիվ քննարկումների ու խորհրդակցությունների արդյունքում։
Նույն սկզբունքով են 2024 թվականի հոկտեմբերից 10 տարով վարձակալության հանձնել օրինակ Աբովյան 3 հասցեում գտնվող ԱՕՔՍ-ի պատմական շենքը, որի վարձակալական արժեքը աննախադեպ է՝ ամսական 16 միլիոն 200 հազար դրամ։ Այնինչ նախկինում շենքը հանցավոր ճանապարհով օրինականացրել էր Իսրայելում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սմբատյանը, 2020 թվականին էր հայտնի դարձել հուշարձանի յուրացման մասին։ Քրեական գործով անցնում էին Սմբատյանը, ինչպես նաև մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանն ու նրա հարսը։ 201 միլիոն դրամ արժեքով շենքն ու հողամասը նախ որպես ավան ներդրվել են ԱՕՔՍ-ի խորհրդի որոշմամբ հիմնադրված ընկերության կապիտալում, ապա սեփականաշնորհել եւ ստեղծված սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 100% բաժնեմասը $550,000 ձևական գործարքի միջոցով օտարել են օֆշորում բրիտանական Վիրջինիա կղզիներում գրանցված Հասմիկ Պողոսյանի բարեկամին պատկանող ընկերությանը։ Շինությունն այդ տարիների ընթացքում լուրջ վնասներ է կրել։ Շատ անբարվոք վիճակում է գտնվում եւ երբ մենք հիմա անում ենք շենքի հիմքերի հետազոտություն, պատերի հետազոտություն, այն շատ լուրջ վերականգնման կարիք ունի։ Երեք կողմերը միասին հանձն են առել այն ամբողջովին վերականգնել, ամենակարևորը, ամբողջովին վերականգնել, վերակառուցել եւ դա շատ լուրջ եւ մեծ աշխատանք է, քանզի այն պատմական շենք է հանդիսանում եւ մեծ ուշադրության ներքո է գտնվում եւ այստեղ լուրջ գործընթացներ են, մեծ փաստաթղթավորում է, շատ կողմեր են ներգրաված, ցանկացած գործունեություն իրականացնելու համար եւ այսօր արդեն 1 տարի անց մենք միայն այս վային կարողանում ենք դեռ պատոհանների եւ դռների վերանորոգումը իրականացնել։ Հիմնադրամը գործունեություն կծավալի երկրորդ հարկում, իսկ առաջին հարկում կտեղակայվի մասնավոր ընկերությունը, որն ամենախոշոր ներդրումն է կատարել։ Հաջորդ ներդրողին բաժին է հասել տանիքի հատվածը։ Բարձրարժեք գնով ու վերականգնման համար մեծ ծախսեր պահանջող պատմական այս շինությունը վարձակալելու նպատակը մեկն է։ Այս շենքը ստանա երկրորդ կյանք, այն դառնա հանրային վայր, որտեղ կարողանան տարբեր հետաքրքրությունների, տարբեր տարիքային մարդիկ մուտք գործել եւ մշակութային կարևոր դեր խաղա այս շենքը մեր քաղաքի, մեր երկրի համար։ Սա միակ բարձրարժեք շինությունը չէ, կան օտարման ենթակա այլ գույքեր ևս, որոնք որոշումների կայացման գործընթացում են։ Կարծում եմ, որ ապագայում ԱՕՔՍ-ի շենքի նման հաջողված փորձ կունենանք նաև պետությանը վերադարձված այն գույքի մասով, որը գտնվում է Երևան Ավան Աճարյան փողոցում։ Գույքը ներկայացվել է օտարման աճուրդային կարգով, մակերեսը կազմում է 16000 քառակուսի մետր տարածք։ Գույքը օտարման է ներկայացված 2 միլիարդ 290 հազար դրամ արժեքով եւ կարծում ենք, որ գույքը մեծ հետաքրքրություն է ներկայացնում մասնավորի համար, նկատի ունենալով դրա տեղադիրքը եւ նշանակությունը։ Հիշեցնենք 2015 թվականին բարձրարժեք հողակտորները աճուրդով վաճառելու մասին Երևանի քաղաքապետարանի նիստերի կեղծ արձանագրություններով, շուկայականից զգալի ցածր գներով ձևական աճուրդների միջոցով օտարվել էին ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ փոխկապակցված անձանց։ Չարաշահումների հետևանքով Երևան համայնքին հասցվել էր առանձնապես խոշոր չափերով ավելի քան 638 միլիոն դրամի գույքային վնաս։ Բոլոր հետաքրքրված անձինք այդ գույքերի վերաբերյալ տեղեկատվություն կարող են ստանալ Պետական գույքի կառավարման կոմիտեի պաշտոնական կայքեջում եւ ինչպես գիտենք արդեն գործարկվել է մեր Պետական գույքի էլեկտրոնային աճուրդի համակարգը ու տեղեկատվությունը հասանելի է նաեւ էլեկտրոնային աճուրդի համակարգում։ Մենք հետևական ենք լինում, որպեսզի իրավական առումով գնա հասցեատիրոջը պետգույքի կառավարման կոմիտեին ամրացվի եւ համոզված լինենք, որ ապահով ձեռքերում այսպես ասած գույքը։ Խոսքը միայն պետական շահերի լիազորության շրջանակներում վերադարձված գույքի մասին չէ։ Մեծ թվով գույքեր գլխավոր դատախազության ջանքերով վերադարձվում են համայնքներին։ Պետական շահերի պաշտպանության վարչության պետը նման տասնյակ օրինակներ է մեջբերում։ Հիշատակում անցած տարի վերադարձվածներից ամենաուշագրավները։ Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում շուրջ 10 հողատարածք է վերադարձվել համայնքի փաստացի տիրապետմանը։ Ինչու եմ ասում փաստացի տիրապետմանը, որովհետև դրանք հանդիսանում էին համայնքային սեփականություն, սակայն երկարաժամկետ կառուցապատման իրավունքով, երկարաժամկետ պայմանագրերով տրամադրված էին այլ անձանց։ Բացի դատական ակտերի հիման վրա վերադարձված հողատարածքներից, Իջևանի քաղաքային զբոսայգում առկա է ևս մեկ հողատարածք, որը վերադարձվել է դատախազի միջնորդագրի հիման վրա։
Նաև Դիլիջան, Խաշթառակ, Արտաշատ, Նարեկ, Աղավնաձոր տարբեր մարզերի համայնքներում ու բնակավայրերում օրենսդրության պահանջների խախտման պոտարված մեծ թվով գույքեր են վերադարձվել։ Ունենք նաև Գույք Գեղարքունիքի մարզում, մասնավորապես Մարտունի համայնքին է վերադարձվել 320,000 ԱՄՆ դոլար արժեքով մարզադաշտի տարածքը ոչ դատական կարգով դատախազի միջնորդագրի հիման վրա։ Մենք որպես լիազորված պետական մարմին բնականաբար շահագրգռված ենք ցանկացած պետական գույքի, այդ թվում եւ պետությանը վերադարձված ապօրոնի գույքի բռնագանձման վարույթներով եւ պետշահերի պաշտպանության շրջանակներում վերադարձված գույքերի արդյունավետ կառավարման եւ տնօրինման առումով այս առումով մենք ունենք համապատասխան գործիքակազմ։ Նշված գույքերը հիմնականում հաշտության համաձայնագրերով եւ դատարանների վճիռներով վերադարձվածներն են, որոնց վերաբերյալ բողոք չի ներկայացվել։ Սակայն քիչ չեն բողոքարկման գործընթացում գտնվող ընթացիկ գործեր, որոնց ճակատագրի վերաբերյալ վաղաժամ ենթադրություններ անել Տաթևիկ Սարուխանյանը չի ցանկանում։ Միայն նշում է, ունեն նաեւ ավելի քան 600 միլիոն դրամի բավարարված հայց։ Սպասում են օրինական ուժի մեջ մտնելուն։ Բացի գույքերից կան նաեւ հայցեր, որոնցով վերադարձման են ենթակա խոշոր դրամական միջոցներ։ Վարդուհի Արզումանյան, Ռոմիկ Խաչատրյան, Գևորգ Նահապետյան, Կիրակնորյալ լուրեր։